Ողջույն սիրելի հայրենակիցներ, ճիշտն ասած ես ամբողջովին ուրիշ ելույթ էի նախապատրաստել, քանի որ պարոն Կոնջորյանը տեղում չի, ստիպված ես մի քիչ ելույթից տեսքը փոխեմ եւ խոսեմ HiPost-ից, լրացնեմ իմ գործընկեր Լիաննային։ Ես այս պահին ուզում եմ խոսել ոչ թե որպես падգամավոր, այլ մի պատմություն պատմել միջին վիճակագրական քաղաքացի Հարություն Մնացականյանից, ով արտահանումներ է կատարում Եվրոպա եւ որոշեց մի անգամ իր փաստաթղթերը հանձնի HiPost-ին, որպեսզի առաքանին հասվի Եվրոպայի իմ հաճախորդին։ Հետաքրքիր պատմություն է, բայց պիտի պատմեմ, որ հետո հասկանանք ինչու է վնասով աշխատում HiPost-ը։ Ուրեմն հրապարակում, ոչ թե մարզերում կամ որևէ այլ տեղ, մտա HiPost, փաստաթղթերս ձեռքս, մի 45-50 րոպե սպասեցի հերթի, հերթը հասավ ինձ, տվեցի եւ աշխատող սպասարկող աղջնակը ինձ տվեց մի հատ թուղթ, սենց ծրար, այդ ծրարը անկեղծ եմ ասում, պարոն Միքայելյան, դուք ին մարդ եք, կհիշեք, որ սովետական ժամանակաշրջանում մթերային խանութում, որ գնում էին կարակ կամ դոկտորսկի երշիկ առնելու, այդ թղթով էին փաթաթում, 300 գրամ թուղթ է լինում, 700 գրամ երշիկ։ Ու ինձ տվեց այդ թուղթը, այդ ծրարը, դրեցի, վերցրեց, դրեց քշերքին, հաշվար կարեց, գինը ասեց, վճարեցի կանխիկով, ոչ թե փոխանցումով, մոտ 25 թոշակառուի լառնակայի գումար, այժմ չէր FedEx-ից, եւ դրանից հետո հետ վերադարձրեց թուղթ, ասում 1000 ներողություն ունես, ինչ պիտի անեմ, ասում եմ, պիտի ձեռագիր գրեք, ասում իմ ձեռագիրը շատ գեշ է, որ ես գրեմ Իտալիա, կարող է Իռլանդիա գնա։ Մի խոսքով երկար բանակցություններից հետո չկարողացա համոզել եւ գրեցի տպատարի նման, sense դանդաղ գրեցի, տվեցի եւ առաքանին գնաց։ Անցավ 13 օր։ Հաճախորդից գնում եմ պատասխան կա թղթերից, ասում եմ ոչ։ Անցավ եւս 3 օր։ Ես ստիպված մտա կայք։ Եթե մտնեք HiPost-ի կայք հիմա, ես երեք էլ փորձեցի, գրում է 404 երրորդ։ Ստիպված, error, ես ֆրանսերեն եմ դպրոցում անցել, կարող եմ է ասել, էական չի դա։ Նորից հետ եմ վերադարձել HiPost, նորից կանգնել եմ 40 րոպե հերթ, նորից մոտեցել եմ աշխատակցին, խնդրում եմ, ասում եմ, իմ փաստաթղթերը ուր են, ասում եմ, չգիտենք։ Անցավ եւս 20 օր, իմ բեռը արդեն հասնում է Եվրոպա, հասնում է իր տեղ, կոնտեյներով 40 օր ճանապարհ է գնում։ Թղթերս չկա, գոյություն չունի։ Ես նորից օրը մեջ գնում եմ, որպեսզի կարողանամ մի ձև գոնե հետ վերադարձեմ, եթե պահեստում է կորել իմ փաստաթղթերը, որպեսզի FedEx-ով ուղարկեմ 2 օրում հասնի։ Ոչ մի պատասխան, ու այդ աղջիկը արդեն հենց ինձ տեսնում էր, արդեն փախնում էր։ Հենց մտնում էր, տեսնում էր, ինքը գործ էր անում, տեսնում էր հերթի մեջ կանգնած եմ, փախնում էր, որը արդեն աչքիս առաջ չհայտնվեր։ Եվ բեռս հասնում է Իտալիա, ստիպված, ես կապ եմ հաստատում Իտալիայի Մաքսայինի աշխատողի հետ, խնդրում եմ մեյլով ուղարկում եմ փաստաթղթերը եւ կարողանում եմ իմ բեռը մաքսազերծել։ Եվ 45-50 օր հետո նոր իմ փաստաթղթերը հասնում է հասցեա տիրոջը։ 11 ամիս առաջ։ 11 ամիս առաջ, ես ինչ ասում եմ, կարող եք ցանկացած մարդ գնալ Երևանի կենտրոնական Post-ի մասնաշենք եւ այդ ընթացակարգով անցնել։ Այո, դրանից հետո որոշեցի падգամավոր դառնալ։ Ու եթե այս ու պատկերացնում եք, HiPost-ը պատկանում է ԲՏԱ նախարարությանը, ԲՏԱ նախարարությունը բացեք։ Բարձր տեխնոլոգիական չէ նախարարություն, չէ, օրինակ, այսպես ասած։ Բարձր տեխնոլոգիական նախարարությունը 20-րդ, 19-րդ դարի ընթացակարգով է շարժվում։ Տպագի չեն տպում։ Ու իմ փաստաթղթերը կորավ եւ այդ փաստաթղթերը եթե նորից հանեի, մի հատ պիտի դիմեի Առևտրի արդյունաբերության պալատի Մարգարիտ Տյոտյային, որպեսզի կարողանար վերականգնել ծագման սերտիֆիկատը, դիմեի ֆիտոսանիտարական սերտիֆիկատ Բարխուդարյան Վարդանին, դիմեի իմ բրոկեր Մարտինին եւ գտնեի Մաքսայինի աշխատող Մկրտչյան Նարեկին, որ հերթափոխում աշխատում, որ այդ invoice-ից վրա ամսաթիվը գրեր, որ ես կարողանայի փող ստանայի իմ իտալիացի կլիենտից։ Այս 19-րդ դարի մոտեցումով մենք ուզում ենք ինչ-որ HiPost-ը շահույթով աշխատի։ Չի կարող աշխատել։
Եվ այդ որ խոսում եք անընդհատ 500 միլիոն վնաս է, հաջորդ տարի 1 միլիարդ վնասով է աշխատելու։ Եվ